Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե իրենց զորքը կրակ է բացել Սյունիքի Խոզնավարի ուղղությամբ մեղադրելով Հայաստանին ապատեղեկություն տարածելու մեջ։ Միաժամանակ Ալիևը կրկին տարածքային ակնարկներով է հանդես եկել Արևմտյան Զանգեզուրը անվանելով Ադրբեջանից անջատված տարածք եւ պատմական անարդարություն։ Հայաստան եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ քայլերը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը համարելով կարևոր առաջընթաց։ Նա նշել է, որ Թուրքիան անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փուլային գործընթացի։ Էրդողանը նաեւ ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի նախաձեռնություններին տարածաշրջանային խաղաղությանը եւ զարգացմանը նպաստելու համար։ Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը 2025-ի ուսումնական պլանի շրջանակում իրականացրել են մարտական կրակի կիրառմամբ մարտավարական զորավարժություններ ռուսական Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի ներգրավմամբ։ Զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը եւ իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում վարժվելու հմտություններին։ Նյու Յորքի դաշնային դատավորը արգելել է ԱՄՆ նախագահ Թրամփին արտաքին առևտրի մաքսատուրքեր սահմանել արտակարգ վիճակների մասին օրենքի հիման վրա, որոշելով, որ նման քայլերը հակասահմանադրական են։ Դատարանը հայտարարել է, որ արտաքին առևտրի կարգավորումը միայն կոնգրեսի իրավասությունն է եւ Թրամփի սահմանած մաքսատուրքերը ուժը կորցրած են։ Դատարանը նաեւ չի տեսել որևէ իրական արտակարգ վիճակ։ Թրամփի վարչակազմը բողոքարկել է որոշումը, իսկ Սպիտակ տան խոսնակը քննադատել է դատավորներին, խոստանալով օգտագործել գործադիր իշխանության բոլոր լծակները։ Օզեմպիկ, իսկ ավելի պարզ ասած արագ քաշ կորցնելու արդյունավետ միջոց, ավելորդ քաշից ազատվելու օր առաջ նիհարելու կանանց մոդայիկ դարձած սովորույթը դրդում է նրանց տարատեսակ դեղամիջոցներ փորձարկել։ Այս անգամ խոսքը ի սկզբանե շաքարային դիաբետի դեմ կիրառվող միջոցի մասին է, որն աշխարհով մեկ գովազդվում ու վաճառվում է որպես նիհարեցնող միջոց։ Օզեմպիկի հանդեպ ուշադրությունն ավելացավ հատկապես վերջին տարիներին, երբ Իլոն Մասկն ու Քիմ Քարդաշյանը հայտարարեցին դրա օգնությամբ արագ նիհարելու մասին։ Դեղամիջոցի հսկելի կիրառության ու հնարավոր ռիսկերի մասին մասնագետներն են բարձրաձայնում։ Խնդրին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է նաև բժշկական համալսարանի ռեկտորը։ Հերացի վերլուծականի այս անդրադարձը թելադրված է մոդայիկ հրաշք դեղամիջոցի գնալով անվերահսկելի կիրառմամբ եւ նպատակ ունի բացահայտել դրա հնարավոր ռիսկերը եւ կանխել բարդությունները ինքնուրույն կիրառման պարագայում։ Օզեմպիկի նման նոր դեղամիջոցները նոր հնարավորություններ են բացում, բայց նաև առաջացնում բարոյական, տնտեսական եւ առողջական խնդիրներ։ Մինչև կոմայի դուռը հասցնող դեղամիջոցի բացասական հետևանքների մասին քչերը գիտեն։ Չնայած համաշխարհային աստղերի կողմից գովազդվող դեղամիջոցը խոստանում է առանց հատուկ սննդակարգի մի քանի ասեղ ներարկումից հետո կորցնել ավելորդ կիլոգրամները, այդուհանդերձ առողջական լուրջ խնդիրների է հանգեցնում։ Կարող է առաջանալ սրտխառնոց, փսխում, փորկապություն, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Շատ արագ ձևով սկսում է ազդել մարդու օրգանիզմի վրա եւ նիհարեցնում է, բայց մարդիկ հաշվի չեն առնում վերջինիս բացասական էֆեկտները, որը որ շատ մեծ գիտնականներ դրա վերաբերյալ տարբեր հրապարակումներ են անում։ Դեղամիջոցը Հայաստանում գրանցված չէ, սակայն պահանջարկը բավականին մեծ է։ Այդ է նաև պատճառը, որ շատերն այն ձեռք են բերում անօրինական ճանապարհներով։ Ոլորտի փորձագետն ասում է, Հայաստանում դեղերի մասին գործող օրենքով յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր օգտագործման համար արտերկրից ներկրել եւ իր հետ բերել 5 տարբեր անվանում դեղամիջոց, յուրաքանչյուրից 3-ական։ Մեր օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում կարող է շրջանառվել եւ կիրառվել բացառապես գրանցված դեղը։ Օզեմպիկը գրանցված չի Հայաստանում, այսինքն վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում իր շրջանակում չի իրականացվել, գոնե փաստաթղթային վերլուծություն Օզեմպիկի հետ կապված իրականացնել։ Ստերից բխում է մյուս հարցը։ Եթե այդպես է, ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկները նշանակում են տվյալ դեղը։ Մասնագետները պնդում են, որ Հայաստանում առանց դեղատոմսի եւ ակցիզային դրոշմապիտակի է վաճառվում շաքարային դիաբետի համար նախատեսված, բայց մեծամասամբ նիհարելու համար գովազդվող Օզեմպիկը։ Հաճախ էլ հենց օնլայն դեղատններն են զբաղվում այս պրեպարատի վաճառքով։ Դեղը չի խրախուսվում օգտագործել առանց բժշկի ցուցման, այդուհանդերձ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ինչ գին է վճարում գեղեցկության համար։ Հիմնական դեղերի ցանկն է, որ մեր երկրի համար սահմանել է առողջապահության նախարարությունը։ 429 անվանում կա այստեղ, բայց պարզվում է դրանց մի մասը գրանցում չունի մեր երկրում։ Փաստորեն խնդիր չէ։ Դեղագործական կազմակերպություններին գերատեսչությունից նամակ են ուղարկել, տեղեկացրել։ Չգրանցված տեսակներն էլ կարող եք Հայաստան բերել, դե եթե իհարկե խանգարող ուրիշ հանգամանքներ չկան։
ավարտվել է եւ այլևս ներկրողները եւ դեղորայքային ընկերությունները, արտադրողները չեն գրանցել տեղը, որովհետեւ այդ բարձընթացած երկերի, վճարների եւ այլի տակ բիզնես առումով իրենց հետաքրքիր չի եղել գրանցել։ Անվտանգային առումով պետք է այդ տեղերը լինեին, դա շատ էպիզոդիկ է այն քաոսի մեջ, որը որ ստեղծվել է դեղերի շուկայում։ Այդտեղ նորից բայց կա։ Նման դեպքեր, այսինքն չգրանցված դեղերի թույլտվությունը, որը որ թույլատրվում է առողջապահության նախարարությունը թույլատրել, դա բացառիկ դեպքերում է, դա արտակարգ իրավիճակի դեպքերում է, դա պատերազմական իրավիճակի դեպքերում է։ Հիմա հարցը առաջանում, ոնց որոշեցին, որ մի դեղը թույլ տան դերել, իսկ մյուս դեղը չէ։ Այս համայնապատկերում առաջին անգամ չէ, որ մասնագետներն ահազանգում են դեղերի դեֆիցիտի մասին, որ արկա է մեր երկրում։ Հիմա ընդհանուր առմամբ մոտ 3300 գրանցված դեղ կա, որից ներմուծվող գրեթե 2000։ Առողջապահական փորձագետների գնահատմամբ այս թիվը առանց այն էլ չնչին է, խնդրահարույց։ Նշում են, մեր 3 միլիոն բնակչությանը միջինը 8000 գրանցված դեղ է անհրաժեշտ։ Հենց այդքան օրինակ մեր հարևան վրացիներն ունեն։ Ամենահեշտ տարբերակը, որը տվյալ պահին կա, նույն կանոնակարգով, նույն ձևաչափով, ԵԱՏՄ կանոնակարգով ընդունվել է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, մոտավորապես 10000 անվանում գրանցված է, այսինքն այդ դեղը գրանցել են թե Ռուսաստանում, թե Բելարուսիայում, թե Ղազախստանում, ասում ենք այդ դեղերը թույլատրեք, թող ներկրվի հարգելիներս։ Մինչև հիմա բյուրոկրատական ինչ-որ մեխանիզմներ ստեղծելով չեն կարողանում թույլատրել, որպեսզի այդ դեղերը գա։ Թեպետ փորձագետների պնդմամբ դեղերի խնդիրը հրատապ լուծման կարիք ունի, այնուամենայնիվ մասնագետները տպավորություն ունեն, թե խնդիրը հետին պլան է մղվել։ Դե օրակարգում էր էլեկտրոնային դեղատոմսերի հարցն է, որը ոչ թե առաջիկա հուլիսի 1-ից, այլ 27-ից կգործարկվի։ Նախարարությունը հետ քայլ է արել։ Մայիսի 22-ին ժամը 22:26-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պոլիտրավմա ախտորոշման բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։ Դեպքի արդիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայրաքաղաքի Բագրատունյաց Պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը։ 15-ամյա պատանին ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ոտը անտանելի է, անտանելի։ Այստեղով անցնելուց հեսա տեսնում եք։ Տղամարդը քիթը փակած այդ մասը, պետք է հակագազ կապ դնես, որ չխեղդվես։ Նոր վարչական շրջանի Գյուլի Քեխվյան 25 կոտորակ 1 շենքի եւ հարակից շենքերի տարածքով արդեն տևական ժամանակ է առանց քիթը փակելու անցնել հնարավոր չէ։ Խցանված դիտահորերից գեղտաջրերը դուրս են գալիս ու հոսում փողոցներով մեկ, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Այս հոտին ո՞նց եք դիմանում։ Պատուան ընդհանրապես չեմ կարողանում բացել, ասեմ ավելացնեմ, որ մի ժամ առաջ եմ փորձը կապնել, վիոլա ջուրը չի պատասխանում, բոլոր օպերատորները զբաղված են։ Չէ, վիոլա ջուրի ինչ ասե որ ասել։ Գալիս է, ոչ մի բան չի ան, գնարել մի բան փողում է, թողում գնում է։ Անցյալ տարվանից այս վիճակն է։ Գարշահոտությունը կլանած տարածքում նաև 141 դպրոցն է։ Մի քանի օր առաջ շրջանավարտները ստիպված են եղել ավարտական միջոցառումը անցկացնել սարսափելի հոտի ուղեկցությամբ։ Այսպես ասած, իրենց կյանքի հիշարժանորը հաստատ չեն մոռանա։ Շատ հաճ է վերջի զանգի արարողությունը, երեխաները վերջի զանգի արարողությունը, այսպես փռնելով անցնում էին ծնողների հետ, եթե չլինի 700 աշակերտ հաստատ կլինի դպրոցում։ Գեղտաջրերը հարակից տարածքում ապրողների կյանքը վտանգում են ոչ միայն հակասանիտարական պայմանների առումով, այլ որովհետև անխոչնդոտ հոսում են դեպի նույն վայրում տեղակայված էլեկտրակայան։ Պաստանցյանը հոսանքը ջուրը։ Հա, դա վտանգավոր է էդի։ Կարող է թաս տոկը խփի։ Հեսա պաստանցայի մոտ է այդում, հեսա։ Այս ավտոները sense գնում են այդ գեղտաջրերի միջով, հոսանքն ու ջուրը իրար հետ հակացուցված են, չի բացառում, անկարծ անցնես այնտեղ եւ հոսանքը հարվես։ Ինչպես բնակիչներն են ասում, վիոլա ջուրը վաղուց արդեն այս խնդրի մասին գիտի, բայց այն լուծելուն ընդառաջ քայլեր այդպես էլ չեն արվում։ Բնակիչները պահանջում են պատկան մարմիններից, որ հիշեցնեն վիոլա ջրին իրենց պարտականությունների մասին։